Նախորդ վիդեոներում ես խոսացել եմ Stage 1-ի, Stage 2-ի, իսկ հիմա կխոսեմ Stage 3-ի մասին։ Stage 3-ի ժամանակ արդեն չի կարելի սահմանափակվել ուղղակի ներածման ու արտացման ձևափոխումներով։ Stage 3-ի ժամանակ պարտադիր փոխարինվում է մեքենայի տուրբոն, տեղադրվում է կամ հիբրիդային, կամ big turbo։ Իհարկե մենակ տուրբո փոխելը այդ ուղղակի լայթովի Stage 3-ի մասին է խոսքը։ Stage 3-ը կարող է լինի ավելի խորացված, ոնց որ այս մեքենայի պարագայում փոխարինվի ամբողջ բենզինային համակարգը, այրման համակարգը, ու մի շարք կոմպոնենտներ ավելացվեն մեքենայի շարժիչին ավելի անվտանգ աշխատանք ապահովելու համար։ Ինչպես Stage 1-ի ու Stage 2-ի պարագայում, Stage 3-ի ժամանակ ամենակարևորը ճիշտ настройքն է, որովհետև հենց դրանից է կախված ձեր շարժիչի կյանքը։ Շատ մարդկանց մոտ ընդունված է համարել, որ տուրբոն փոխած մեքենաները քաղաքի համար չեն։ Ես մեր փորձով կապացուցեմ, որ կան մեքենաներ, որոնք արդեն մոտ 2 տարի շահագործվում են մեր քաղաքում, Stage 3 արած ու ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունեցել։ Եթե ուզում եք իմանալ ավելին տյունինգի ու մեր արած գործերի մասին, հետևեք մեր էջին։